Այսօրվա մեր 5 գտակարանի ընթերցումը կլինի 16-1-ից մինչև 18-15-ը։ Մենք տեսնում ենք, որ հավատքն ու համբերությունը միշտ միասին են։ Եսայիան հայտարարեց. նա ով հավատում է, հապճեպ չի գործում։ Երբ մենք չենք հետևում Աստծո պատվիրաններին եւ հավատքով չենք, մենք անհամբեր ենք դառնում, դավեր ենք նյութում եւ մեղադրում ուրիշներին։ Իսկ երբ ամեն ինչ վատ է ընթանում, մենք փորձում ենք ազատվել մեր սխալներից։ Աստված Հագարին եւ Իսմայելին հետ է ուղարկում Աբրահամի եւ Սարայի մոտ, եւ նրանք ստիպված են իրենց սխալի հետ ապրել առնվազն եւս 17 տարի։ Աբրահամն ու Սարան շատ անարդար եղան Հագարի նկատմամբ, եւ նրանք տառապեցին դրա պատճառով։ Բայց Աստված նրանց ընդառաջեց եւ հոգ տարավ նրանց եւ նրանց որդու մասին։ Աբրահամը ենթարկվեց Աստծուն եւ իր որդուն անվանակոչեց նախապես որոշված անունով՝ Իսմայել, Աստված կլսի։ Այստեղ մենք կկարդանք նորանունների մասին։ Աստվածաշնչյան պատմության մեջ նորանունը նոր սկիզբ է նշանակում, մեկ քայլ առաջ, առհավատք։ Աբրամ նշանակում է փառավորված հայր, անդարձավ Աբրահամ, բազմության հայր։ Սարա նշանակում է վիճող, որ դարձավ Սարա, արքայադուստր։ Աստված նույնիսկ իր համար նորանուն մտածեց, ամենակարող Աստված։ Միակ անունը, որն անփոփոխ մնաց, Իսմայելն էր, քանի որ այն իր ծնվել է միս ու արյունից, միս ու արյունը կմնա եւ չի կարող փոխվել։ Մենք հետո կկարդանք մի նոր ուրախության մասին։ Վերջապես կծնվի երկար սպասված զավակը, եւ նրա անունը կլինի Իսահակ, որ նշանակում է խինդ։ Զարմանալի չէ, որ Աբրահամը ծիծաղեց։ Հետագայում Աստծո կողմից կատարվող հրաշքին սպասելու փոխարեն Աբրահամը ուզում էր կառչել իր անցյալի սխալներից։ Աբրահամի ու Սարայի անհավատության անհամբեր արարքը վիշտ ու բաժանում բերեց նրանց տուն, բայց Աստծո նկատմամբ հավատքը հրաշքի ուրախություն եւ խաղաղություն բերեց։ Աստծուն վստահելն ու սպասելը տալիս է իր հատուցումը։ Իսկ հիմա եկեք կարդանք 5 կտակարանից։ Հագարն ու Իսմայելը։ Աբրահամի կին Սարան նրան երեխա չէր պարգևում։ Սարան ուներ մի եգիպտացի աղախին, որի անունը Հագար էր։ Սարան կանանացած երկրում ասաց Աբրահամին. «Հանուն Տերնից զրկել է երեխա ունենալուց։ Պարգև իմ աղախնի հետ, որպեսզի նրա միջոցով որդի ունենամ»։ Եվ Աբրահամն ասաց լսեց Սարայի ասածին։ Սարան Աբրահամին կինը եգիպտացի աղախնին Հագարին կնության տվեց իր ամուսնուն Աբրահամին, քանանացիների երկրում 10 տարի ապրելուց հետո։ Աբրահամը պարկեց Հագարի հետ եւ նա հղիացավ։ Երբ Հագարը տեսավ, որ ինքը հղի է, տիրուհին ընկավ նրա աչքից։ Այն ժամանակ Սարան ասաց Աբրահամին. «Անիրավ ես դու իմ նկատմամբ, ես իմ աղախնուն հանձնեցի քո գիրկը, իսկ նա տեսնելով, որ ինքը հղիացել է, արհամարհում է ինձ։ Աստված թող իմ ու քո դատաստանը տեսնի»։ Աբրահամն ասաց Սարային. «Քո աղախինն է, ահա քո ձեռքում է, վարվիր նրա հետ, ինչպես որ քեզ հաճո է»։ Սարան չարչարեց նրան, եւ աղախինը փախավ նրա մոտից։ Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում, ջրի աղբյուրի մոտ, այն աղբյուրի, որ սուր տանող ճանապարհի վրա է։ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Հագար, Սարայի աղախին, որտեղից ես գալիս կամ ուր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայի մոտից եմ փախչում»։ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձիր քո տիրուհու մոտ եւ հնազանդ եղիր նրան»։ Տիրոջ հրեշտակն ավելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշվել հնարավոր չլինի»։ Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդեն հղի ես, որդի պիտի ունենաս, եւ նրա անունը Իսմայել պիտի դնես, որովհետեւ Տերը իմացավ քո տառապանքները։ Նա վայրագ մարդ է լինելու, նա ձեռք է բարձրացնելու բոլորի դեմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դեմ։ Նա բնակվելու է իր բոլոր եղբայրների դիմաց»։ Հագարը իր հետ խոսող տիրոջը դիմելով ասաց. «Դու այն Աստվածն ես, ով ինձ զուրավիճ եղավ, քանզի ասաց. ես իմ առաջ տեսա նրան, ով երևացել է ինձ։ Այդ իսկ պատճառով ջրհորը կոչվեց ջրհոր, այսինքն, որի դիմաց տեսավ Աստծուն։ Այն գտնվում է Կադեսի եւ Բարադի միջեւ»։ Հագարը Աբրամի համար ծնեց մի որդի, եւ Աբրամը Ագարի հետ համար ծնված որդու անուն դրեց Իսմայել։ Աբրամը 86 տարեկան էր, երբ Հագարը նրա համար ծնեց Իսմայելին։ Թլպատության ուխտի նշան։ Երբ Աբրահամը 99 տարեկան եղավ, Տեր Աստված երևաց Աբրահամին եւ ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հնազանդ եղիր ինձ, եղիր անարատ, ուխտ եմ դնելու իմ ու քո միջեւ, ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը»։ Աբրամը երկրպագեց, իսկ Աստված դիմելով նրան ասաց. «Այս է իմ քեզ հետ դրած ուխտը,
բազում ազգերի նախահայր պիտի դառնաս։ Սրանից հետո քո անունը Աբրահամ պիտի չլինի, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը, որովհետև բազում ազգերի նախահայր եմ դարձնելու քեզ։ Քո սերունդը շատ եմ աճեցնելու, քեզնից բազում ազգեր պիտի սերեն, թագավորություններ պիտի ծնվեն քեզանից։ Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ եւ քո միջև։ Քեզնից հետո գալիք քո սերունդների ու նրանց ցեղերի միջև, որպես հավիտենական ուխտ, որով ես եմ լինելու քո եւ քեզնից հետո գալիք սերունդների Աստվածը։ Քեզ ու քո սերունդներին իբրև հավիտենական սեփականություն տալու եմ այս երկիրը, ու դու բնակվում ես սպանդողության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը։ Ես լինելու եմ նրանց Աստվածը, իսկ դու քեզանից հետո գալիք քո զավակները սերնդից սերունդ պետք է պահես իմ ուխտը։ Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջև, ու քեզնից հետո գալիք քո զավակների միջև սերնդից սերունդ։ Ձեր բոլոր աղու զավակները պիտի թլպատվեն, ձեր մանուկները, ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոցին միջև արտաթուր գնված տրուկները, ամեն մի օտարածին, որ քո սերնդից չէ, 8-օրյա հասակում պետք է թլպատվեն, պետք է անպայման թլպատվեն քո տան ընդածին ու արտաթուր գնված քո ստրուկը։ Ձեր թլպատության մասին ուխտը թող հավիտենական ուխտ լինի։ 8-րդ օրը չթլփատված արուն թող վերանա իմ ցեղի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը։ Աստված ասաց Աբրահամին. քո կին Սարայի անունը այլևս Սարա թող չլինի, այլ Սառա թող լինի նրա անունը։ Ես կօրհնեմ նրան եւ նրա միջոցով քեզ զավակ կպարգևեմ։ Ես կօրհնեմ նրան, նա ազգերի նախամայր կդառնա, նրանից ցեղերի թագավորներ կծնվեն։ Աբրահամը երկրպագեց ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. կարող է 100 տարեկան մարդը որդի ունենալ, 90-ամյա Սառան կարող է ծննել։ Աբրահամն ասաց Աստծուն. այս Իսմայելը թող ապրի քո մեջ։ Աստված պատասխանեց Աբրահամին. այո, ահա քո կին Սառան քեզ համար որդի է բերելու, եւ իմ ուխտը որպես հավիտենական ուխտ հաստատելու եմ նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ։ Ինչ վերաբերում է Իսմայելին, ապա ընդառաջում եմ քեզ, նրան կօրհնեմ, նրան կաճեցնեմ եւ անչափ կբազմացնեմ նրա սերունդները։ Նա 12 ազգ է սերելու եւ նրանց մեծ ազգի նախահայրն եմ դարձնելու։ Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որը կծնի Սառան քեզ համար մյուս տարի այս ժամանակ։ Աստված վերջացրեց իր խոսքը Աբրահամի հետ եւ հեռացավ նրա մոտից։ Աբրահամը իր որդի Իսմայելին եւ բոլոր ընդատիներին, արտաթուր գնված իր բոլոր ստրուկներին եւ Աբրահամի տան եկած բոլոր արու մարդկանց թլպատեց, ինչպես ասել էր նրան Աստված։ Աբրահամը 99 տարեկան էր եւ թլպատեց, իսկ նրա որդի Իսմայելը 13 տարեկան էր եւ թլպատեց։ Այդ օրը թլպատեցին Աբրահամն ու իր որդի Իսմայելը։ Նա թլպատեց իր տան բոլոր տղամարդկանց, լինեն նրանք արտաթուր գնված օտարականներ թե ստրուկներ։ Աբրահամին զավակ խոստացվեց 18:1 Աստված Աբրահամին երևաց Մաղրբի կաղնումով, եւ սա կեսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մոտ։ Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսավ 3 տղամարդկանց։ Տեսնելով նրանց, նա իր վրանի դռան մոտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչև գետին եւ ասաց նրանց. «Տեր, եթե շնորհ գտա քո առաջ, քո ծառային անտեսնի արա։ Թող մի քիչ ջուր բերեմ, լվամ ձեր ոտքերը, ապա հովացեք ծառի տակ, հաց բերեմ կերեք եւ ապա գնացեք ձեր ճանապարհը, որովհետեւ ձեր ծառայի մոտ գալու համար շեղվեցիք ձեր ճանապարհից»։ Նրանք պատասխանեցին. «Արա այնպես, ինչպես ասեցիր»։ Աբրահամը շտապեց դեպի վրանը, Սառայի մոտ եւ ասաց նրան. «Շտապիր, 3 գրիվ ընտիր ալյուր հունցիր եւ նկանակ պատրաստիր»։ Աբրահամը գնաց դեպի նախիր, վերցրեց մի մատաղ լավ հորդ, տվեց Սառային եւ շտապեցրեց, որ կերակուր պատրաստի։ Նա վերցրեց կարագ հոգի միս, պատրաստված կերակուրը եւ դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, իսկ թիքը կանգնած մնաց նրանց առաջ ծառի տակ։ Նրանք հարցրին. «Ո՞ւր է քո կին Սառան»։ Նա պատասխանեց. «Վրանում է»։ Նրանցից մեկն ասաց. «Ես եկող տարի նույն օրերին կգամ քեզ մոտ եւ քո կին Սառան որդի կունենա»։ Սառան ջերդում վրանի դռանը նրանց հետևում կանգնած։ Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու հատկությունը։ Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն ինչ մինչեւ այժմ չկարողացա անել, հիմա պիտի կարողանամ»։ Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է։ Տերն ասաց Աբրահամին. «Այդ ինչու է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում է, թե իրոք կծնեմ, չէ՞ որ ես պարավել եմ։ Միթե Աստծո համար անկարելի բան կա։ Եկող տարի այս ժամանակ այս օրերին ես կվերադառնամ քեզ մոտ եւ Սառան որդի կունենա»։ Ժխտեց Սառան, ասելով. «Ես չծիծաղեցի»։ Նա վախեցել էր։ Տերը ասաց. «Ոչ, այդպես չէ, դու ծիծաղեցիր»։ Այժմ մեր աստվածաշրջության ընթերցանությունը կլինի Նոր Կտակարանի Մատթեոս 6:1-24։
Մենք կկարդանք գովաբանության մասին, որ մենք պետք է տանք միայն Աստծուն գոհացնելու եւ նրանից գովասանքի արժանանալու համար։ Եթե մենք տալիս ենք ուրիշների գովասանքը շահելու կամ ինքներս մեզ հաճանալու համար, մենք անմիջապես արժանանում ենք պարգևի, բայց կորցնում ենք հավիտենական պարգևը։ Մենք չենք կարող երկու անգամ պարգևատրվել, ուստի պիտի որոշենք, թե որ մեկն ենք մենք ցանկանում։ Եվ հիմա մենք կկարդանք աղոթքի մասին։ Մեր հրապարակային աղոթքը նույնքան կարևոր է, որքան անհատականը, իսկ մեր անհատական աղոթքը պետք է գաղտնի լինի, անտեղծ ու սիստեմատիկ։ Աստծո աղոթքը մեզ համար մի ընդունված ձև է, որին պետք է հետևենք այնպես, որ Աստծո կարևորությունն առաջ տասենք եւ չմոռանանք ներել մարդկանց։ Սուրբ գրքի այս հատվածում մենք կկարդանք սեփականության մասին։ Մենք ապրելու համար կարիքներ ունենք եւ Աստված մեզ ապահովում է դրանք, սակայն ունեցվածքի ձեռքբերումը չպետք է դառնա կյանքի հիմնական նպատակը։ Երբ սեփականությունը գերեվարում է քո սիրտը, բաժանում է քո միտքն ու տնօրինում է քո կամքը, դու ապրում ես ունեցվածքի համար, եւ դրա հետևանքը մտահոգություն է լինելու։ Միակ լուծումն առաջինը Աստծուն կարևորելն է եւ հավիտենական արժեքներով ապրել սկսելը։ Եվ այսպես եկեք սրտենք նոր գտակարանից։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որովհետև եթե այն լիներ ի ցույց նրանց, այլապես վարձք չեք ընդունի ձեր հորից, որ երկնքում է, այլ երբ ողորմություն անես, թողնի հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառավորեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձեռքը չիմանա, թե ինչի անուման չէ, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ է իսկ նրանց վարձը։ Այլ դու երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները եւ ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն։ Արդ նրանց չիմանվեք, որովհետև ձեր հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք, եւ արդ դուք այդպես աղոթեցեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր եւ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես եւ մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չների ձեր հանցանքները։ Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդիկ այդպես երևան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ է իսկ նրանց վարձը։ Այլ երբ դու ծոմ ես պահում, օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո հոր գաղտնաբար, եւ քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ։ Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեցը եւ ժանգը ոչնչացնեն, եւ ուր գողերը պատերն են ծագում ու գողանում, այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում, որտեղ ոչ ցեց եւ ոչ ժանգ չեն ոչնչացնում, եւ ոչ էլ գողերը պատերն են ծագում ու գողանում։ Քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ է եւ ձեր սրտերը կլինեն։ Մարմնի ճրագը աչքն է։ Եթե քո աչքը պարզ է եւ քո ամբողջ մարմինը լուսավորություն կբերի, իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որչափ եւս ավելի է։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային միաժամանակ։ Երբ որ քո կյանքում կան ստախոսներ քո հասցեին, քեզ նեղացում ու դատապարտում են, ինչպես դա անում էին Դավիթ թագավորի համար, արա ինչպես Դավիթ արքան արեց։ Երբեք մի ասա Աստծուն, որ նրանք ստում են, այլ խնդրիր, որ Աստված պատժի նրանց, եւ Աստված ինքը լինի դատավոր ձեր եւ նրանց միջեւ, որովհետեւ Աստված արդարություն է, եւ նա գիտի մարդկանց սրտերը։
նա ավելի ճիշտ կարող է դատել։ Եվ վերջում, երբեք չմոռանաք շնորհակալ լինեք Աստծուն, որովհետև Աստծո արդարությամբ գովաբանվում է և փառավորվում է իր անունը։ Այժմ կարդանք Սաղմոսների 7:1-ից մինչև 18-ը։ Տեր իմ Աստված, քեզ վրա դրեցի հույսը իմ, փրկիր ինձ և իմ բոլոր հալածիչներից ազատիր ինձ։ Չլինի, թե այլուծի նման հոշոտեն ինձ, ու չգտնվի մեկը, որ փրկի ինձ և պահպանի։ Տեր իմ Աստված, եթե արել եմ այս բանը, եթե իմ ձեռքով անօրենություն եմ անգործել, եթե որպես իբրեմ չարակամներին չարությամբ եմ հատուցել, թող ես իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով։ Թող ուրեմն թշնամին հալածի ինձ, թող վրա հասնի և խորտակի կյանքն իմ, կողոպտելով ինձ, իբարս հողին թող հավասարեցնի։ Ելիր Տեր բարկության մտքո և բարձրացիր իսպառ վերացնելու իմ թշնամիներին։ Արթնացիր, Տեր իմ Աստված, հանուն քո սահմանված կարգի։ Ժողովուրդների բազմությունները շուրջդ կհավաքվեն, իսկ դու, Տեր, բազմիր բարձունքում, Տերն է դատում իր ժողովրդին։ Դատիր ինձ, Տեր, իմ մեջ եղած արդարության և անմեղության համեմատ։ Մեղավորների վրա չարիք կգա, իսկ արդարին հաջողություն կտաս, սրտերի ու երեկաների քնիչ արդար Աստված։ Հիրավի օգնող Աստված է, ով փրկում է նրան, ովքեր շիտակ են սրտով։ Արդար, հզոր և համբերատար դատավոր է Աստված, որն իր զայրույթը չի թափում հանապազը։ Սակայն եթե չդառնաք դեպի նա, սուրն իր սրածն է և աղեղն էլ իր լարածը։ Նա պատրաստ է մահվան գործիքները, իսկ նետերն իր հրանոթով են սարքել։ Ահավասիկ, ով որ անօրենություն կրկնանեց, չարիք հղացավ և անօրենություն ծնեց։ Նա փոս փորեց, խորացրեց, հենց ինքն իրեն ընկավ այդ փոսը, որ նա պատրաստեց։ Նրա գլուխը կթափվի իր չարագործությունները, նրա գագաթին կիջնի իր անօրենությունները։ Գոհություն կմատուցեմ Տիրոջն իր արդարության համար, սաղմոս կերգեմ Բարձրյալ Տիրոջ համար։ Իսկ այժմ կարդանք Առակներից 2:1-ից մինչև 5-ը։ Որդյակ, եթե իմ պատգամներն իմ պատվիրանները ընդունես և պահես դրանց հոգուդ մեջ, իմաստություն պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ, և դրանք իբրև խրատ պիտի ավանդես որդուդ։ Արդարև եթե իմաստությունը քեզ մոտ կանչես, և ձայնդ մտքի հանճարին ուղես, փնտրես այն ընտիր արծաթի նման, և ինչպես գանձ որոնես այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը, և դու կգտնես Աստծո գիտությունը։